Ողջույն Անի, այսօր մենք խոսել ենք միգրացիայի իրավական խնդիրների ու կարգավորումների մասին։ Նախ սկսենք թե կացության, ինչպիսի տեսակներ կան։ Ողջույն Արե ջան, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Հայաստանում կացության տեսակներից են ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության տեսակները եւ հիմնականում ոչ ռեզիդենտների շրջանակներում շատ պոպուլյար են ժամանակավոր եւ մշտական կացության տեսակները, քանի որ հատուկ կացությունը հիմնականում տրամադրվում է ազգությամբ հայերին 10 տարվա երկարատևությամբ։ Եվ ժամանակավոր եւ մշտական կացության համար կարող են դիմել ցանկացած ոչ հայության հիմքի առկայության դեպքում ոչ ռեզիդենտ անձիկ, ովքեր ունեն համապատասխան հիմքեր։ Իսկ ինչպես նշեցիք, ավելի շատ ժամանակավոր ու մշտական կացության համար են ներկայացնում համապատասխան դիմումներ, որպեսզի ստանան կարգավիճակը։ Իսկ ինչ հիմքեր կան, որոնց առկայության դեպքում ոչ ռեզիդենտ քաղաքացիները կարող են այստեղ ստանալ ժամանակավոր կամ մշտական կացություն։ Տեսեք, հիմնականում հիմքերը աշխատանքային թույլտվություն կամ բիզնես գործունեությունն է, հիմնականում ամենապոպուլյար ուղղությունն է, կամ դա կարող է լինել կրթությունը, սակայն հիմնականում շատ պոպուլյարը վերջին տարիներին հիմնականում այս միգրացիոն արտահոսքի առկայության պայմաններում բիզնես գործունեությունը, որի հիման վրա կարելի է անել կացության թույլտվություն, որպես հիմնադիր ընկերության, եւ աշխատանքային թույլտվությունը, երբ որ դու որևէ ընկերության գրանցված աշխատող ես, որի պարագայում արդեն ընկերությունն է դիմում, քեզ հետ կնքում է աշխատանքային պայմանագիր եւ դու ստանում ես աշխատանքային թույլտվություն, սակայն օրենսդրական իմաստով երկուսն էլ Հայաստանում օրինական բնակվելու թույլտվության իրավունք են տալիս։ Բայց ժամկետների մասով իրանք տարբեր են։ Ժամկետների մասով հիմնականում թույլտվությունը կացության իրավունքը տրամադրվում է 1 տարով կամ 5 տարով եւ հատուկ կացության դեպքում արդեն 10 տարով։ Աշխատանքային թույլտվության դեպքում դա կախված է արդեն քո աշխատանքային պայմանագրից, սակայն կարծում եմ շատ տարածված է հիմնականում 1 տարվա թույլտվության համար դիմելը, քանի որ վերջերս հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներին, երբ նախկինում շատ էին տրամադրում անգամ 5 տարով, վերջին շրջանում արդեն իսկ շատ էր տարածված 1 տարվա համար դիմելը, շատերը չեմ կարող ասել, որ մերժում էին ստանում, սակայն խորհուրդ էր տրվում դիմել 1 տարվա կտրվածքով։ Իսկ ինչ հիմնական խնդիրների են բախվում ոչ ռեզիդենտ քաղաքացիները դիմում ներկայացնելիս ընթացքում էլ բնականաբար։ Նարեկ ջան, հիմնականում խնդիրները կարծում եմ ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալն է, քանի որ շատերը Հայաստան գալուց առաջ կամ արդեն գալուց հիմնականում փնտրում են տեղեկատվություն կայքերում, Telegram-յան ալիքներում, Facebook-ում, որտեղ իհարկե շատերը կիսվում են իրենց փորձառությամբ, շատերը ճիշտ ուղղորդումներ են տալիս, բայց շատերը նաև ապա տեղեկատվություն, քանի որ շատ անձիկ, ովքեր իրապես մասնագետ չեն, իրավաբան չեն կամ հարկային ոլորտի մասնագետ չեն, մարդկանց մի քիչ մոլորեցնում են իրենց խորհուրդներով, օրինակ հանդիպել է այնպիսի հարցադրում, որ արդյոք ես կարող եմ անշարժ գույք ձեռք բերել եւ ստանալ քաղաքացիություն, ես նման բան եմ լսել, կամ ստանալ կացություն ներդրման հիմքով, հենց այդտեղ շատ կարեւորվում է իրավաբանի ներգրավվածությունը, քանի որ դա պարզապես մեխանիկական գործողություն չի, փաստաթուղթ պատրաստել չէ եւ դիմել։ Շատերը այդպես են կարծում, որ պարզապես ինչ արեցիր ընկերությունը, գրանցեցիր, վերցեցիր քո անձնագրի թարգմանությունը, համապատասխան թղթապանակը, գնացիր, դիմեցիր, բայց այստեղ գաղափարը ամբողջովին այլ է, որ դու պետք է օրինական գործունեություն ծավալես, բոլոր քայլերը, այո, պետք է անպայման բոլոր հերթականության պահպանես եւ շատ նյուանսներ կան, որ միայն մասնագետը քեզ կարող է հուշել, հիմնվելով իր փորձառության վրա, իր գիտելիքների վրա եւ պետական մարմինների հետ համագործակցության հիմնրա, ոնց անես ճիշտ, որպեսզի արդյունքում դու չմերժվես։ Այսինքն կարող ենք ասել, որ ավելի նպատակահարմար է, որ տվյալ քաղաքացին անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ունենա ընկերություն, գրանցված ընկերություն, երկար ժամանակ այդ ընկերությունը որևէ գործունեություն ծավալի, ունենա, չգիտեմ, եթե ծառայությունները մատուցում եկամուտներ ստանա, այդ ամեն ինչից հետո նոր ինքը արդեն գոնե ինչ-որ 1 տարի կամ կես տարի հետո դիմի, պարտադիր չի կոնկրետ ինչ-որ հստակ սահմանված ժամանակահատված առկա չի։ Այստեղ կարևորը ինչն է, որպեսզի երբ դու ընկերություն ես գրանցում, միայն այդ գրանցվելու գործառույթը բավական չի։ Պետք է որ դու իրականացնես գործունեություն, պետք է որ դու վճարես սահմանված հարկերը, շահույթ ստանաս, այսինքն իրական գործունեություն ապահովես, քանի որ դա է հիմքը, ինչի հիման վրա քեզ չէ տրամադրվում է թույլտվություն, որտեղ դու անում ես բիզնես գործունեություն։ Միայն գրանցելը բավական չի, բայց պարտադիր չի որ դա լինի 1 տարի, կես տարի, այսինքն պետք է որ դու ունենաս շրջանառություն, պատշաճ հաշվապահություն, երբ որ դու դիմում ես համապատասխան մարմին, այնուհետև քեզ ստուգում են
Այսինքն միայն թղթապանակ պահելով չես կարող գործունեություն ապահովել, այս ամբողջ խնդիրը դա է։ Անկամ եթե դու զրոյական ակտիվություն ես ցույց տալիս, բայց դու ունես շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց դու ցույց ես տալիս քո իրական գործունեության նպատակը, թեկուզ թե ինչ քայլեր ես դու անում դրա հետ կապված, այդ ստուգումների ընթացքում դա եւս բավականին արժանահավատ փաստեր են։ Իսկ պարտադիր է, որ տվյալ քաղաքացին լինի Հայաստանի Հանրապետության տարածքում այդ գործունեությունը, թե կարող է հեռավար չէ, պարտադիր է, այո։ Բիզնեսի գրանցումը հնարավոր է իրականացնել հեռավար, այսինքն երբ որ դու գտնում ես այդ երկրում, բայց համապատասխան լիազորաբիր ունես, գիտեք, որ հնարավոր է այստեղ գրանցել, պարտադիր չի քո ռեզիդենտությունը որպես հիմնադիր, սակայն երբ որ դու արդեն տվյալ ընկերության տնօրեն ես կամ դու դիմում ես արդեն ռեզիդենտության համար, բնականաբար պարտադիր է, քանի որ այստեղ քո բնակության հիմքերն են ստուգվում, միայն բիզնես գործունեությունը չի, այսինքն տվյալ անձը պետք է ցույց տա իր իրական գտնվելու վայրը, բայց իր շահերի կենտրոնը, ինչու է Հայաստանը, ինչու է ինքը ընտրել, որտեղ ինքը բնակվում է, այստեղ աշխատում է, հարկեր է վճարում, գործունեություն է ծավալում եւ մի շարք նման ֆակտորներ։ Կոպիտ ասած այդ հիմքերը կան եւ միայն իրեն պետք է կացության քարտ, ստանալու այդ կարգավիճակը ունենա, որպեսզի կարողանա Հայաստանում ավելի երկար ապրի օրինական հիմքերով։ Այո, փող կապակցված գործողություններ են։ Եթե դու ուզում ես Հայաստանում երկար ապրել, քեզ պետք է կացության իրավունք։ Կացության իրավունքի համար դու պետք է ապրես եւ գործես Հայաստանում, քանի որ եթե դու ուզում ես հետո թարմացնել այդ փաստաթուղթը, մեկ անգամյա գործողությամբ դա անել ստանալը բավարար չի, դու պետք է պարբերականությամբ շարունակես քո գործունեությունը, այսինքն իրական բիզնես ծավալես եւ կարծում եմ այստեղ շրջանառությունը ներկա պահին այդքան էական չէ, գիտենք որ օրինական բարեփոխումներ են կատարվում եւ ապագայում ավելի խիստ սահմանափակումներ են նախատեսվում, սակայն ներկայումս հիմնականում աճաճ քո բոլոր այդ կետերը ապահովելն է կարևոր եւ դա լինի շարունակական, եթե դու նպատակ ունես հաջորդ տարի եւս թարմացնել։ Իսկ օրինակ եթե ընկերությունը բացվում է 1 տարի ունենում է կարգավիճակը, հետո դիմում ներկայացնելու համար արդեն կարող է 5 տարի հա դիմել թե էլի մեկ իրականում այդ հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել, որովհետեւ եղել են իրավիճակներ, երբ դիմումը ներկայացնելուց հենց անձամբ դիմումը ընդունող աշխատակիցները հուշել են, որ ավելի լավ է այս պահին դիմել 1 տարվա կտրվածքով, որտեղ 5 տարին գուցե մերժվի, որտեղ այս պահին նպատակահարմար չէ եւ այլն, ոչ միանշանակ է։ Ու կարծում եմ, որ տարբեր երկրների քաղաքացիների նկատմամբ տարբեր մոտեցումներ կան, բայց ամեն դեպքում իհարկե առաջի տարվա 1 տարի ունեցած ռեզիդենտության արդյունքում, երբ որ ստուգվում են տեսնում պատշաճ գործունեությունը, ընկերությունը իրականացնի իր բոլոր արդեն առավելությունները ունի եւ ավելի կարծում եմ, որ բարյացակամ են տրամադրվում իր հանդեպ երկարացնելու համար, սակայն եթե դու դիմում ես 2-րդ տարին, տեսնում ես, որ դու ընդհանրապես գործունեություն չես ծավալել, հաշվապահություն չես իրականացրել, բնականաբար այդ հայցը արդեն այդ դիմումը արդեն ենթակա է մերժման։ Բայց շատ է լինում, որ ԱԶ են բացում միանգամից դիմում են, չէ՞։ Շատ են լինում։ Շատ եղել են դեպքեր, Նարե ջան, երբ անգամ ընկերներից դիմել են, որ գիտես, այսինչ անձը ԱԶ է բացել, եւ ուզում եք ինչ կլինի քո խորհուրդը, դու շատ ես շփվում այդ պետական մարմինների հետ, ոնց կարող է, դու այդ տվյալ անձի հետ խոսում ես, հարցնում ես արդյոք ունես հաշվապահություն, այդ նորմալ իրականացնում, ինքը անգամ տեղյակ չի, որ ինքը պետք է ունենա հաշվապահություն։ Ինչպես է լինում, այլ մոտ իրավաբանական անձ գրանցելու իրականում շատ բարձր արդյունավետություն ունի, շատ արագ է իրականացվում, այստեղ ամենչապես մենք ստանում ենք հարկային համար եւ դրա արդյունքում շատ հեշտ է արագ իրականացնել հարկային գրանցումները, չէ՞, արդեն որպեսզի սկսվի հաշվապահական այդ գործընթացները, բայց շատ մարդկանց մոլորեցնում են, իրենք կարծում են, որ հարկային այդ համարը որ ստանում են գրանցման ժամը, դա բավարար է, արդեն իրանք գրանցվել են։ Իրենք տեղյակ չեն, որ պետք է հաշվապահը կամ ինքը կամ ցանկացած այլ անձ իրենց գրանցի հարկային մարմնում եւ ինքը պետք է անպայման իրականացնի հաշվետվողականություն հաշվապահական, այդտեղից իրենց սխալները գնում են արդեն։ Այսինքն կարելի ասել հիմնական խնդիրները եւ երևի հենց դրանք են։ Շատ նաեւ, այո։ Իսկ ուրիշ ինչ խնդիրներ կան, որ ասում եք նաեւ իմ համար Նարե ջան ամենահաճախ հանդիպող, որ ես շատ եմ վիճում կամ բանավիճում որոշ մասնագետների հետ հետեւյալն է, երբ որ ոչ ռեզիդենտը գնում է բանկային հաշվամար բացելու, թե ֆիզանձի, թե ընկերության համար, հիմնականում առանց կացության չեն բացում այդ հաշվամարը։ Մեր նախկին ԱՊՀ տարածքի երկրների կամ Ռուսաստանի քաղաքացիների, քանի որ իրավունք ունեն այստեղ աշխատել, իրենք ավելի ինչ որ եղանակներով ստացվում ավելի հեշտ տրամադրել, սակայն այլ երկրների քաղաքացիներից պահանջում են անպայման կացություն։
Կամ համապատասխան այլ փաստաթղթեր, օրինակ գրանցում, վարձակալության պայմանագիր եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ ինչ որ sense անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, որտեղ երբ որ դու դիմում ես կացության համար, քեզնից պահանջում են ցույց տալ եկամուտ։ Եկամուտ դու չես կարող ունենալ, եթե չունես բանկային հաշվեհամար, որտեղից որպես հիմնադիր ընկերության հաշվեհամարով կամ որպես արդեն տնօրեն կամ որպես աշխատակից ում գրանցում են, դու պետք է ստանաս քո եկամուտը։ Այսինքն եթե անձնական հաշիվ ես ունենում, դա հիմք չի, անձնական հաշվով դու չես կարող։ Ոչ, եթե դու ընկերության հիմնադիր ես, բնականաբար պետք է ընկերությունը հաշվեհամար չի ունենա, որ այդտեղ ստանա իր շահույթը, այդտեղից բաշխի եւ այլն եւ այլն։ Նույնիսկ եթե նույնականացվում է անունը, մենակ անունով երևում է, որ դրել մարդը ֆիզանձի համար շատ ավելի դժվար է հիմա հաշվեհամար բացել, ճիշտ ասած, քան ընկերության։ Այդտեղ անպայման պահանջում են ինչ-որ կացության փաստաթղթեր, որը դեռ ընթացքում է, մեկը մինչև չավարտվի, այն մյուսը չեն անում, այն մյուսը մինչև չլինի, այսինքն դու չունես բանկային հաշվեհամար, սակայն քեզնից պահանջում են ցույց տալ շարժ եկամուտ, իսկ դու չունես հաշվեհամար եւ չես կարող ընկել գործարք, որտեղ մարդիկ քեզնից պահանջում են հաշվեհամար, որ քեզ ինչ-որ բան փոխանցեն, չէ՞, պայմանագրում գրանցեն, մի խոսքով, sense իրարամեջ իրավիճակներ են լինում։ Այսինքն ավելի շատ խնդիր է հենց կարելի ասել բանկերի հետ է հաշվեհամարի բացումն է։ Խնդիր չի, իրականում դա սահմանափակումներ են, որոնք կենտրոնական բանկի կողմից շատ հաճախ նաև ուղղորդում է բանկերին։ Պայմանավորված է տարածաշրջանային իրավիճակով, օրինակ, այս վերջերս Իրանի քաղաքացիների համար գրեթե անհնար է բանկային հաշիվ բացել, որովհետև իրենցից անպայման պահանջում են այդ փաստաթղթերը։ Ֆիզանձի հաշիվ բացելու համար պահանջվում են հարակից մի շարք փաթեթ, որոնք մարդիկ ոչ միշտ են կարողանում։ Ու այստեղ անպայման ուզում եմ նշել, որ շատերը, երբ որ գալիս են Հայաստան, իրենց հետ չեն վերցնում իրենց մի շարք փաստաթղթեր, օրինակ իրենց, չգիտեմ, Ռուսաստանի բնակավայրի գրանցում, հարկային ինչ-որ վճարումների հետ կապված, բանկային խաղվածքներ եւ այլն, կամ երբ որ ցանկանում են օրինակ դիմել քաղաքացիության համար, հայազգի արդեն դիմորդները, իրենց բնօրինակ փաստաթղթերը թողնում են իրենց բնակության վայրում, օրինակ Ռուսաստանում, Գերմանիայում կարևոր չի, ու այստեղ այդ դիմելու պահին իրենցից պահանջում են այդ բնօրինակը։ Առանց դրա հնարավոր չի դիպ, այսինքն տեխնիկական հարցերի պատճառով, երբ որ իրենք գալուց առաջ չեն նախապատրաստվել, չեն պատրաստել փաթեթ, չեն հետաքրքրվել, այլ պարզապես այդ մտքով, որ իրենք ուղղակի կարող են գալ եւ դիմել, ընկնում են պատմության մեջ, որտեղ այդ բոլոր դիմումները իրականացվում են նախապես հերթագրվելով, չէ՞։ Եթե դու այդ հերթը անցար արդեն միգուցե մի քանի ամիս հետո կարողանաս դիմել, ու տեխնիկական խնդիրների պատճառով շատ հաճախ sense խնդիրներ են առաջանում։ Կարելի ասել պետք է յուրաքանչյուրը մինչև այդ process-ը, հա, իրականացնելը տեղեկացված լինի, թե ինչ փաստաթղթեր պետք է ունենա եւ այդ փաստաթղթերի միջոցով կարողանա դիմում ներկայացնել եւ հաշիվ բացել։ Կարծում եմ, այո։ Ու այս դեպքում երևի շատ ավելի կարեւոր է, որ դիմեն համապատասխան մասնագետների, շատ դեպքերում քաղաքացիներն ասում են, դե լավ, ինչա, որ գնանք կանենք, բանկ կզանք, հանենք, բանկից կիմանանք տեղեկությունը, շատ դեպքերում մերժվում են եւ գալիս են քեզ մոտ, անպայման։ Ու հետո ավելի մեծ, ավելի խնդիր է դա լինում, երբ որ մերժված են գալիս։ Անգամ այդ սոցցանցերում, կոմենտներում դու կարող ես տեսնել, երբ որ մեկը ինչ-որ հրապարակում անող, ես փնտրում եմ ինչ-որ մեկին, ով կուղեկցի ինձ ընկերության եւ տակը մի խելացի անձնավորություն անպայման, որը անգամ հայ չի, կոմենտում է, որ քեզ մոլորեցնում են, քեզից հիմա վճարներ կուզեն, դա ի՞նչ է դրա եղածը եւ այլն, ու այդտեղ դու պետք ընդհանրապես գնում ես եւ գրանցում ես կամ իհարկե շատ անձինք կան, ովքեր իրենք են ինքնուրույն են անում, բայց այդ մարդիկ կարդում են պրպտում են, պատրաստում են իրենց ամբողջ փաթեթը կամ միգուցե արդեն իսկ նման ճանապարհ անցած մեկից խորհուրդ են հարցնում, բայց իրավաբանի մասնակցությունը այստեղ միայն գումար տալու մասին չի կամ այդ փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու մասին չի, այստեղ խորհրդատվություն կա, երբ որ դու սկսում ես մի գործունեություն, ինչպես ես եմ շատ հաճախ սիրում մարդկանց խորհուրդ տալ, երբ որ մի բան սկսում ես անել, մի հատ պետք է հասկանաս քո վերջնակետը որն է քո նպատակը, ու նոր գծես քո ճանապարհը, ուղղակի գործողություններ անելով դու անպայման միտեղ սխալվելու ես, այթակելու ես եւ օրինակ հասարակ մի բան, եթե դու գնում ես բանկ եւ բանկը քեզ մերժում հաջորդ անգամ ինքը չի դիտարկում այլևս։ Այո, այդ ամենամեծ խնդիրն է, որովհետև արդեն բանկը գիտի, որ դու ինչ-որ սխալներ ես արել։ Եթե դու արդեն 4 բանկում գնացել ես, թղթեր ես տվել եւ մերժվել ես, անգամ եթե դու ուղղակի չգիտեր, որ այ այս հարցին այսպես էր պետք պատասխանել, չէ՞ որ դու դիմում ես փորձառու իրավաբանի կլինի, մասնագետ, խորհրդատվական ընկերություն կարևոր չի, ընկեր, գործընկեր, բայց այն մարդը, որ ունի փորձառություն, ինձ թվում է բոլորը մեր ունկնդիրներն էլ կհամաձայնեն, որ իրավաբանի մասնագիտության մեջ
ամենակարևոր, լավ, չասեմ ամենակարևոր, բայց կարևոր ունակություններից մեկը դա իրավիճակում կողմնորոշվելու հատկությունն է, այսինքն արագ ճշգրտումներ անելը ու նաև փորձառությունը, ինչու ոչ, ցանկացած մասնագիտության մեջ։ Եթե դու արդեն ունեցել ես նմանատիպ 5-6 դեպք, արդեն այն հաջորդներում դու շատ արագ կողմնորոշվում ես, իսկ այն անձինք, ովքեր բնականաբար իրենք նոր են, ոչ ռեզիդենտ են, իրենք չունեն այդ գիտելիքները, բնականաբար սխալվում են։ Որտեվ ցանկանում է շրջանցել այդ օգնության դիմելու պահը։ Իսկ երբ որ դիմում է ներկայացնում ու մերժվում է, մերժելուց հետո քաղաքացին ինչ իրավունքներ ունի։ Ոնց է կացության դիմումը մասնա խոսքը։ Դիմումը մերժելու պարագայում օրենսդրությանը համաձայն կարող են բողոքարկել համապատասխան մարմին, վարչական բողոք ներկայացնել, որից հետո մերժում ստանալու դեպքում կարող են արդեն դատական կարգով բողոքարկել եւ տվյալ ընթացքում իրենց գտնվել է այստեղ համարվում է օրինական, քանի որ իրենք կողմ են հանդիսանում, բայց եթե մերժում ստացավ, իհարկե դա կարող է լինել նաեւ արտաքսման մերժում կամ պահանջ երկիրը լքելու։ Արդեն իրենք պետք է համապատասխան եղանակով երկիրը լքեն եւ հաջորդ մուտքը արդեն նորից եթե վիզա է պահանջում, այդ գործընթացով անցնեն եւ այլն, բայց եթե իրենք մնան այդ ընթացքում, այնտեղ վարչական տուգանք արդեն եւ կրկին, եթե ինչ որ կերպով բացահայտվի, դա արդեն արտաքսում եւ այս բարակայում հայտնի չի թե ինչպես կլինի արդեն հաջորդ մուտքը, չէ՞ որ այդ համապատասխան մարմնի որոշմանն վերապահված։ Իսկ այդ ընթացքում երբ որ ինքը բողոքարկում է վարչական ակտը, այդ ընթացքում ինքը իրավունք ունի իր բիզնես գործունեությունը շարունակել անել, թե ինչ որ բիզնես գործունեությունը կապ չունի կացության հետ այնքանով որքանով ինքը հանդիսանում է հիմնադիր ընկերության, այսինքն հիմնադրի համար պահանջ կացություն ունենալու չկա այլ հարց է, որ ինքը իրավունք ունի դրա հիման վրա։ Սակայն եթե տվյալ անձը հանդիսանում արդեն տնօրեն, աշխատակից, ովքեր որ Հայաստանի օրենսդրության անցանում են աշխատակից ընկերության եւ պետք է ունենան Հայաստանում կացության կարգավիճակ, այդ պարագայում մերժվելու դեպքում անպայման պետք է իրենք այդ պահանջները պահպանեն, բայց այս դեպքում իրենք արդեն բիզնես գործունեություն ծավալող չեն, իրենք աշխատակից են։ Այսինքն դադարեցվում է իր աշխատանքային, գործունեությունը, մինչև որ դատարանով վերջնական կարող են բողոքարկել, Այսինքն, եթե վերցնենք մինչև վճռապեկ է տանում, վճռապեկն էլ մենք գիտենք, թե ինչքան երկար ժամկետում են վարույթ ընդունում կամ մերժում, մինչև որ այդ որոշումը կայացնում են, բավական երկար է լինում։ 1 տարուց ավել կարող է լինել։ Շատերը այդքան սպասում են իրենց որոշումների։ Ինքը կարող է 1 տարուց ավել մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չաշխատել։ Եթե աշխատանքային թույլտվության, այդպես է ստացվում, կոնկրետ այդ հիմքով արդեն եթե ինքը կոնկրետ որպես աշխատակից չի ստացել աշխատանքային թույլտվությունը, այս մեր օրենսդրության համաձայն կարող ես գրանցել միայն Հայաստանում կացություն ունեցող անձին, եթե մեր նախկին ԱՊՀ տարածքից կամ Ռուսաստանի Դաշնությունից գիտենք, որ որոշակի ժամանակահատվածով իրավունք ունեն, չէ՞, այստեղ օրինական բնակվել աշխատելու, բայց այդ անցել է արդեն այդ օրերի քանակը եւ այդ իրավիճակները շատ տարբեր են։ Բայց եթե չլիներ այդ պահանջը, չէր լինի այդ հիմքով աշխատանքային թույլտվություն ստանալը, չէ՞։ Իսկ եթե քաղաքացին երկրից դուրս է գալիս, հետո ավելի բարդ է չէ լինում, որ ինքը հետ գա, թե չէ, խնդիրներ չեմ կարող հստակ ասել, որովհետև այդ փուլում ես չեմ մասնակցում արդեն, անկեղծ կլինեմ, բայց կարծում եմ կրկին իրավիճակները տարբեր են։ Եթե օրինակ մեկ անձը ունեցել է մինչ 4-5 տարվա օրինական կացություն, վերջին անգամ չի թարմացրել, օրինակ չի ստացվել, բայց իրենք դիտարկեն, որ այս մարդը այսքան տարի այստեղ օրինական աշխատում է, միգուցե վերապահումով մոտենան, բայց եթե տվյալ անձի մոտ բացահայտվեն խախտումներ, օրինակ, չգիտեմ, մերժում, որից հետո ինքը քանի տարի այստեղ գտնվում է, կարծում եմ հետ գալուց արդեն իր մուտքը մի քիչ կարող է կասկածի տակ լինել, բայց այդ մասով չեմ ուզի շատ կարծիք հայտնել, որովհետև այդքան փորձառություն չունեմ մուտքի ելքի իմաստով, ավելի շատ այստեղ կարգավորումների մասին ավելի լավ է տեղյակ եմ, բայց այդ մասով մի քիչ ձեռբա մնամ։ Ոնց որ այս բանկացության քարտի ստանալը վիզա ստանալու պես լինի, այսինքն պետք է քո փաստաթղթերը այնքան ճիշտ ու համապատասխան լինի, որ այդպես է կա, որ կարողանաս դու այդ քարտը կամ վիզան, այսպես ասած, ստանաս։ Այո, ջան, այդպես էլ կա, օրինակ շատ հաճախ մարդիկ մտածում են, որ դիմեն ու գնան իրենց երկիր, այդ ընթացքում թղթաբանությունը նայեն,
ու մի քիչ ապշում ես ու մտածում ես դու դիմում ես կացության համար, եթե դա լիներ օրինակ արտասահմանյան երկրներում, Եվրոպայում կամ ցանկացած այլ երկրում, գիտենք դա ինչքան բարդ գործընթաց է, չէ՞, մարդիկ ինչքան ճշգրտորեն, եթե այստեղից դիմում են, օր նույն Շենգեն վիզայի դիմելու համար ինչքան ճշտապահ են, ամեն ինչ ներկայացնում են եւ այլն, բայց այստեղ դիմելուց մեկ-մեկ կարծում եմ, որ իրենք կարող են մեկնել իրենց գործերով, այդ ընթացքում իրենց այստեղ կտրամադրեն, չէ, այստեղ ամեն ինչ շատ լուրջ է, շատ մանրակրկիտ ուսումնասիրվում է, եթե դու դիմել ես ինչ-որ բնակության հասցեով, դու պետք է բնակվես, այցելում են, ուսումնասիրում են քո բնակության վայրը, այնպես չի, որ ուղղակի քեզնից պահանջում են փաստաթուղթ։ Հա, այդ շատերը լուրջ չեն մոտենում այդ հարցին, ու հետո զարմանում են, որ իրենք մերժում են ստացել։ հա, թվում է թե շատ հեշտ process է, բայց այդքան էլ լավ չէ, պետք է մի քիչ լուրջ մոտենալ։ Ամեն դեպքում իմ հորդորը, երբ որ անձիկ ինձ հարցնում են, թե ինչպես որտեղ ես իմ աշխատանքի բերումով շատ եմ հարաբերվել այդ հարցերին, ինչպես անել, որ հաջողությամբ ավարտել, նախ եւ առաջ պետք է անկեղծ լինես ու ասես, որ ոչ մի երաշխիք չկա, որտեղ դա կառավարությունն է որոշում, դա ոչ կառավարությունը, իհարկե պետությունը, պետական համապատասխան պատկան մարմինները, բայց ամեն դեպքում դու կարող ես, չէ՞, քո փորձառությամբ իրենց կողմնորոշել։ Իմ հորդորը միշտ արեք ամեն ինչ օրինական։ Եթե դու կետերով պահես բոլոր պահանջները, հավանականությունը, որ դու կմերժվես կամ դու հանցագործ ես, կամ ինչ որ այլ նպատակներով ես, ինչ շատ հաճախ է հանդիպում, ինչի մասին ոչ ոք չի կարող քեզ ուղեկցողը, չի կարող իմանալ, իրավաբանը չի կարող իմանալ, դու պետք է անկեղծ լինես։ Պետք է բոլոր կետերը պահես, պահանջները պահես, հարգես Հայաստանի Հանրապետությունը, իր օրենսդրությունը, իր բոլոր կարգադրումները, կարգավորումները եւ արդյունքում քեզ որպես պատշաճ դիմորդ, այսպես ասեմ, իհարկե ոչ ոք դեմ չի, որ դու այստեղ աշխատես, հարկեր վճարես, բիզնես գործունեություն ծավալես, բայց եթե դու այլ նպատակներ ունես եւ փորձում ես պարզապես ինչ որ գրանցումներով դրանք ծածկել, իհարկե դա շատ հեշտ է պարզել է։ Հա։ Ու նաև պետական տուրք կա, չէ՞։ Այո։ Հա, մոտավոր ինչքան է պետական 105,000 դրամ պետական տուրքն է։ Մի տարվա համար 140,000 դրամ 5 տարվա համար։ Հա։ Հա, շատ դեպքերում նույնիսկ քաղաքացիները զարմանում են, որ այդքան գումար պետք է տան կացության համար։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ գումար է, ճիշտն ասած, մի տարվա համար շատ այլ երկրներում 10 անգամ շատ է այդ գումարը լինում, շատ հաճախ, երբ որ զարմանում են կամ ասում են, որ բավական բարձր է, ես էլ եմ զարմանում այդ հարցի վրա, որտեղ իրականում դա բարձր գումար չի իմ կարծիքով, 1 տարվա կացության թույլտվություն հանելու համար, ինչու։ Երբ որ դու ունես 3 տարվա կացություն եւ սահմանված օրերով այստեղ բնակություն ես հաստատում, դու իրավունք ունես դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար։ Ստացվում է, որ ընդհանրապես ինչ որ X գումարի դիմաց դու իրավունք ունես դիմել քաղաքացիության համար, որտեղ պետական տուրք չկա։ Նման կարգի պետական տուրք չկա։ Ես կարծում եմ, դա հիանալի պայման է, որտեղ այլ երկրներում բավական ծախսատար է այլ երկրի կացություն հանել եւ քաղաքացիություն հանելը, դա էժան գործընթաց չէ։ Իսկ թվում է դրանով էլ է պայմանավորված այս մեծ խոսքը միգրանտների։ Ու նաև մերժումն էլ, որովհետև դու գումարը վերադարձվում է արդյունքում, դա եւս շատ մեղ վերաբերմունք է դիմորդին։ Այդ շատ կարևոր հանգամանք է, որ իմանան, հա, շատ կարևոր է, այո, եթե մերժումը հետ է վերադարձվում, հետո մեր մոտ բիզնեսի գրանցում ընդհանրապես պետական տուրք է շատ մինիմալ պետական տուրք կա ԱԶ գրանցման դեպքում, ՍՊ-ի դեպքում չկա, իհարկե կան արտաբյուջետային վճարումներ, եթե դու ցանկանում ես էքստրա արագ անել ինչ-որ գործողություններ, բայց ես կարծում եմ, որ այդ գործընթացները մեզ մոտ շատ հասանելի են եւ նախկինում աշխատելով պետական համակարգում ես ինքս եմ լրացրել համապատասխան միջազգային հարցաշարեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր դիրքեր է զբաղեցնում են, գիտենք այդ doing business-ի հարցաշարերը միջազգային, որտեղ համեմատում են տարբեր երկրների արդյունավետություն, ինչ որ գործիքների օգտագործման հարցերում եւ Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր դիրք ունի այդ մասով, որովհետեւ ի տարբերություն շատ այլ երկրների, այստեղ բիզնես գրանցերը պարզապես 1 օրվա, 2 օրվա հարց է։ Դա գերարագ մեխանիզմ է, գերարագ ու կացության հարցում իհարկե այս հերթագրումներն են մի քիչ ավելի երկարաձգում, երբ որ ժամանակին կար այդ կենթանի հերթով դիմելու հնարավորությունը շատ ավելի արագ էր բնականաբար ստացվում, այսինքն դա քո ձեռքում էր։ Ինչքան արագ կազմակերպես։ Հիմա մի քիչ բարդացել է, բայց ես գիտեմ, որ բարելավումներ են գնում, գիտեմ, որ ամեն ինչ փորձում են ավելի մեխանիկացնել, որպեսզի ավելի հեշտ լինի։
էլեկտրոնային հարթակներով գործընթացները անել, մենք գիտենք, որ արդեն քաղաքացիությունն են նման ձևով կարգավորում դիմումները, որ ավելի հեշտ ու արագ լինի։ Այո, հուսով եմ, որ ավելի գնալով ամեն ինչ մինիմալ հերթագրումների տեսքով կարվի։ Իսկ ինչ խորհուրդ կտակ են քաղաքացիները, ովքեր որ այս փուլում են գտնվում կամ ուզում են արդեն դիմումներ ներկայացնել։ Իմ խորհուրդը իրականում բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մեզ կլսեն, կարծում եմ, թարգմանության տեսքով, հուսով եմ, մի խուսափեք դիմել մասնագետներին։ Մի արժեզրկեք մասնագետների աշխատանքը, ովքեր պահանջում են գումար իրենց աշխատանքի համար, որովհետև դուք վճարելով այդ գումարը խուսափում եք 10 անգամ ավել վճարելուց, կարգավորելու այն սխալները, որոնք թույլ եք տալիս ինքնուրույն։ Դա շատ հաճախ կրկնվող սիտուացիա է, երբ որ մարդ փչացնում է իր ամբողջ ձեռնարկած նախաձեռնած այդ բիզնես գրանցումները, հետո դիմում է մասնագետին, վճարում է կրկնակի գումարը արդեն, որպեսզի նա ֆիքսի իր իրավիճակը կամ մերժվելուց հետո նույն դատական բողոքարկումների վրա, եթե կարելի էր պարզապես գրագետ սկզբում ստանալ խորհրդատվություն, այստեղ շատ կարևոր է ստանալ հարկային խորհրդատվություն համապատասխան մասնագետի կողմից, չէ որ շատ անձինք, ովքեր անձնական այլ երկրի քաղաքացի, այդ կրկնակի հարկման համաձայնագրերով կարգավորվող գործունեություն են ծավալում, անգամ երբեմն իրանք չգիտեն, որ կարող են հարկազատվել ինչ-որ գործունեության տեսակներից, շատ կարևոր է գիտակ մարդկանց հետ աշխատելը։ Այո, որպեսզի չձախողես, որովհետև եթե մարդիկ կան, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, այսինքն իրոք սա որպես ներդրումային հարթակ են դիտարկում, ուզում են այստեղ բիզնես ծավալել եւ այլն, շատ կարևոր է, որպեսզի դա անեն գրագետ։ Կարծում եմ, այդ իրենց հաջողության գրավականն է առաջին հերթին։ Այո, շատ ճիշտ եք։ Շնորհակալ եմ Անի, իսկապես կարևոր թեմա է ու շատ ավելի մատչելի, հակիրճ ու պարզ, այն կարևոր կետերը, որոնք որ օրենքում օրենքից պետք է այսպես ասած կարդային իմանային ու շատ հակիրճ ու կարևոր տեղեկությունները տրամադրեցիր մեր լսողներին։ Շնորհակալ եմ քեզ Անի։ Ես էլ եմ շնորհակալ, Նարե ջան, պատրաստ եմ միշտ խորհուրդներով օգնել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքների ըստ օրենքի հաղորդումները դիտելու համար։